Եթե նոյեմբերի 9-ին Ռուսաստանը մասնակցում էր որպես այսպես երաշխավոր իրականում հետո երևի դուրս եկա որ նա կողմ էր, ոչ թե երաշխավոր էր, դուք կասեք, այս դեպքում Հայաստանի, Երևանի եւ Բաքվի այս համաձայնության մեջ կարծես թե երաշխավոր չկա։ Իսկ պետք է լինի երաշխավոր։ Ռուսաստանը այնտեղ կողմ էր եւ Ռուսաստանի իհարկե անմիջական մասնակցությամբ Արցախը ոչնչացվեց եւ դրա պայմանագիրը կնքվել էր ավելի շուտ, մոտավորապես 11 թվականին, երբ Պուտինը երկրորդ անգամ գալիս էր իշխանության, բոլորը բաց են թողում։ Հենց այնց 11 թիվ են ասում, դա հենց այնց 11 թիվը չի։ Դա Պուտինի երկրորդ իշխանության գալն է, Մեդվեդևից հետո եւ այնտեղ էր որ ամեն ինչ փոխվել էր։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ գոնե մեկ դրական փաստ, որ նույնիսկ գործող քաղաքական ուժի որոշ շրջանակներում Ռուսաստանը այլևս չի ճանաչվում իրանց պապա։ Չնայած կառավարություն դեռևս կան մարդիկ, ովքեր համարում են, որ բոլոր մնացածը սուտ է եւ մենք պետք է պարկած լինենք Ռուսաստանի տակ եւ Թուրքիայի տակ, իրանք տենց են դա պատկերացնում աշխարհը։ Մեկը Նիկոլն է իհարկե, որ ասում է, որ ավելի կարևոր է, որ ես Թուրքիայի հետ լավ լինեմ, քան Եվրոպայի, որտեղ ինքը կոլխոզ է։ Հասկանում եք, երբ ասում կոլխոզ, մարդիկ սխալ են հասկանում, ինչ է խնդրեմը։ Կոլխոզի քարտուղարը, կոլխոզը սովետական միությունում ինքը շատ բաների կլիենտ էր ու արտադրում է շատ կոնկրետ բան։ Օրինակ, ասենք, խնձոր էին արտադրում։ Պլան ունեին, խնձորի պլանը տալիս էին։ Ուրիշ բան չունեին։ Մնացած բոլոր հարցերը, հոսանքը որտեղից է գալիս, ոնց է արտադրվում, խմելու ջուրը, պարարտանյութը, գյուղատնտեսական տեխնիկան, քո կտվորուհու շորերը, ասինքն այդ ամեն ինչը կոլխոզի քարտուղարին չի հետաքրքրում։ Եվ Նիկոլը այդ տեսակի կոլխոզ է, ինքը կլիենտ է։ Կլենտ։ Ինքը պատրաստ է ամեն ինչ, ինքը իրան էտ է ձեռ տալի։ Ինքը էտ է ուզում, ինքը տուզիկ է այդ առումով, որ շուն կա, չէ, որ հաչում է, բայց որ բան է ասում հետ է գալի։ Հիմա խնդիրը գալիս է նրան, որ Հայաստանը ցավոք սրտի։ Այն ինչ որ ինքը չի ուզում, ինքը ասում է, ես չեմ ուզում ոչ մեկի բաստիոնը լինեմ, բան։ Եղբայր, քեզանից ոչ մեկ չի հարցնում։ Դու այնտեղ ես ապրում, որտեղ դու բաստիոն ես։ Կամ կարաս պատերդ վերացնես, տունդ բացես, տանդ կանանց բաղճակալի վրա գնացուցակ գրես, որտեղ է տա, ու սարքես խաշմերուկ։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու կամ գեյտ ես, այսինքն դարպաս, ինչ որ մի ճամբարից դեպի մյուս ճամբար, դարպաս, որը պաշտպանվում է, որտեղ որ քեզ մարդու տեղ են դնում։ Եթե դու չես համաձայնվում ինքդ քեզ պաշտպանես, եթե դու պատրաստ ես պարկել ռուսի տակ, թուրքի տակ, ով գա, բոլորին բավարարես, դու ոչ մեկին չես հետաքրքրում, դու սուբյեկտ չես։ Չէ, դու սուբյեկտ ես, դու քո շրջապատի մեգադախլչիները, մարդիկ ում միևնույն է իրանք վաղը հայ կլինեն, թե չէ, իրանք օքեյ են։ Եվ այս շնորհավորանքը Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ եվրոպական կողմի շնորհավորանքներն են, որ Հայաստանը սուբյեկտություն է ձեռք բերում։ Ինչ է սա շատ կարևոր։ Վերադառնում ձեր հարցին, պետք է արդյոք երաշխավոր։ Իհարկե պետք է։ Բայց այդ երաշխավորը մեծ հաշվով, դա Հայաստանի Հանրապետության ոնց ասեմ, ուժային կառույցն է։ Ես էլ եմ մնում իմ կարծիքի, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենա ժողովրդավարական լուրջ տրանզիտ։ Լրջագույն տրանզիտ։ Ես ասեմ նաև վերջերս տեղի ունեցել ինչ որ մեզ մոտ բաց են թողում Ֆրանսիան Ղազախստանի հետ ստորագրեց պայմանագիր։ Ուզբեկստան։ Եվ այո, 3 օր առաջ ու նաև Ուզբեկստանի։ Այսինքն Ֆրանսիան որպես Եվրամիության առանձին երկիր ինքն դեղ է աշխատում։ Ինչու է դա կարևոր, որովհետև այդ տարածաշրջանում եվրոպական երկրները ամրապնդվում են։ Գերմանիան էլ այնտեղ բավականին ակտիվ։ Եվ Ադրբեջանի ժողովրդավարացումը մեծ հաշվով դա բոլորին ձեռք է տալիս, այդ թվում ես, որտեղ մենակ ժողովրդավարական Ադրբեջանում դու կարող ես ապահովել արցախցիների վերադարձ, կհասկանալ, որ իրականում, եթե դու ճիշտ ես աշխատում, դու կարաս Ասադների կլանի տակ գտնվող Սիրիան, որը գերամուր երկիր էր, այսինքն շուրջ ես։ Հետ գանք այդ ձևակերպմանը, եթե դու ճիշտ ես աշխատում, այսինքն վերցնենք ճիշտն էլ հանենք, եթե դու աշխատում ես։ Հա,
Հա, դե ամենայական բանն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ինչի, որովհետև ինքը կոլխոզ է, այսինքն ինքը չի պատկերացնում այն խաղի մակարդակը եւ բարդությունը, ինքը շախմատի բանի դեմը նստած կապիկություն անում։ Թուրքիայի ներկայացուցիչը ասեց դեռ դիվանագիտական հարաբերությունների մասին ընդհանրապես այդ օրակարգում մեզ մոտ չկա, բայց մեր օրակարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի ուրեմն միջև խաղաղությունը։ Կարող է Թուրքիան իրեն դիտարկել կամ ինչ որ ուժեր, նույն Մակրոնը, նույն Եվրոպան դիտարկեն, որ ներողություն Թուրքիան կարող է լինել երաշխավոր եւ արդյոք ինչպես այնտեղ երաշխավորը պարզվեց որ կողմ է, այստեղ էլ ոչ կողմը դառնա երաշխավոր։ Ոչ, նախ Քլիչը իհարկե Էրդողան բավական մոտիկ կանգնած անձնավորություն է, բայց ինքը չի, որ նման հարցեր պետք է քննարկեն։ Եվ ընդհանրապես ադրբեջանական ԶԼՄ-ները չեն, որով Թուրքիան նման բաներ կհայտարարի։ Դա արված է Ադրբեջանում այդ հայտարարությունը, որովհետև թուրքական ԶԼՄ-ների բավականին մեծ դելեգացիա, որը Հայաստանում էր, Ադրբեջանում դրա հանդեպ արձագանքը բավականին բացասական, ինչը նորմալ է։ Սա բացատրեմ ինչու, նենց չի որ կարդացել եմ, գիտեմ, որ Էրդողանի վարկանիշը Ադրբեջանում, սա թուրքական հետազոտական ընկերություններից են տալ, Ալիևի վարկանիշից բարձր է։ Եվ երբ Թուրքիայից գնում են ԶԼՄ-ներ բազմաթիվ, գնում են հանդիպում են վարչապետի հետ, վարչապետը Հայաստանի բան է անում, ինչ-որ բան է խոսում, էական չի ինչ է խոսում։ Իրականում Նիկոլ ինչ-որ խոսացել է, այդպես Թուրքիային ձեռ է տալի, ինչ-որ խոսում, ես իմ համար անտանելի էր իհարկե դա լսեցի, ավելի լավ չխոսեր, բայց նույնիսկ է հես, որ Թուրքիայի տեղեկատվական հորիզոնում գոյություն ունի Հայաստանի վարչապետ Ադրբեջանի համար իստերիկա է առաջացնում, որովհետև իրականում Ադրբեջանում բոլոր նրանք, ում IQ-ն 20-ից բարձր է, հասկանում են, որ ոչ 44 օրյա պատերազմ են իրանք հաղթել, ոչ էլ էթնիկ զտումն են իրանք արել։ Այսինքն ֆիզիկապես, ինչի մասին Էրդողանը բազմիցս ասել այդ Թուրքիան է արել։ Այսինքն թուրքական ազդեցության տակ է եղել եւ թուրքական օժանդակության, թուրքական եւ իսրայելական։ Եվ իրանք հասկանում են, որ եթե Թուրքիան փոխվում է ավելի ոչ կոնֆլիկտային է դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունները, դա ավտոմատ բերում է իրանք եւ խնդրեմը որն է, իրանք գիտեն, որ իրանք օղուզների բաստարդներ են, որ ադրբեջանցի գրանցվել են նրանք, ովքեր ազգ չունեին։ Այդ երկիրը նոր է ստեղծվել, 36 թվին է ադրբեջանցի անունը դարել։ Իրանք դա ներքին պատմությունով գիտեն, որ իրանք ոչ մեկ են։ Իրանք գիտեն, որ եկեղեցին չի կարա իրանց ելնի։ Որտեւ իրանց ընտանիքի պատմությունով իրանք գիտեն, որ իրանք Բաքվում երբեք չեն ապրել, Բաքուն հայկական, հրեական, ռուսական քաղաք էր, բայց ոչ թաթարական, թաթարները ապրում էին Արվարձաններում։ Եվ այս բարդույթները ավտոմատ կերպով բերում են նրան, որ իրանք հասկանում Թուրքիան մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Դրա համար երբ որ այս հարցը դե պարզա Թուրքիան էլ է հասկանում Թուրքիայի հետախուզության շենքը բանից մեծ է այդ, այսպես կոչված միտի։ Երբ որ գալիս է այն պահը, որ Թուրքիայի ԶԼՄ-ներում, Թուրքիայի տեղեկատվական դաշտում պետք է խոսեն Հայաստանի վարչապետը էս ասեց, այն ասեց, սենց արեց Հայաստանի վարչապետն են չի որ տհաճ բաներ է խոսում, այսինքն կարող ասել, օ, գիտեք, ոնց որ դե նորմալ տղա է, բան Ադրբեջանին պետք է մի կերպ հանգստացնել։ Դրա համար Էրդողանը ուղարկում է Քլիչին, ասում է ինչ ուզում ես ասա, որովհետև Քլիչը ոչ մեկ է։ Լավ։ Ասենք իր խոսքերը ոչ մի բան չեն նշանակում։ Եթե դուք ուզում եք իմանալ Թուրքիայի արտաքին քաղաքականության դիրքորոշումը, պետք է լսել Ֆիդանին։ Ֆիդանին է մի լսեք, որովհետև ինքը հետախուզության պետ է եղել, ինքը մի բան 10 բան մտածում է, մի բանը մի կերպ մռնչում է, պետք է Ռեջեբին հարցնել։ Ռեջեբն է, որ հիմար չի էս նեղմաճալին ընկնի Հայաստանից խոսել, սուս հիմա իրա ունի։ Այսինքն մոռացեք, Թուրքիային հիմա պետք է ուղղակի այդ սահմանը բացվի, ուրիշ ոչ մի բան։ Տենց է պետք։ Ուղղակի որ Եվրոպային ասի ես մարդակեր գազան չեմ, որովհետև հենց նոր ալևիների ցեղասպանություն արեցին իր մարդիկ մեծ հաշվով, հա, որովհետև ամբողջ աշխարհի համար Թարիր Աշշամը եւ Ջուլանին, թե Թազենշուրի հին ազգանունն ավեցրեց այդ ազգը, այդ իր մարդն է։
Այսինքն եղբայր հենց նոր քո նշանակած բանը 6 ամիս չանցավ, մի հատ էլ բան արեց, կոտորած արեց, ասենք դու ով ես դու։ Ոնց քեզ հավատանք։ Թուրքիան ահռելի մեծ խնդիր ունի այնտեղ քրդերի հետ, որոնց մի մասը ստեղ ստորագրեցին, հիմա քրդական աշխատավոր կուսակցության զորքերը պետք է Եփրատի արևելքից դուրս գան գնան հյուսիսային Իրաք բան, այնտեղ մի ուրիշ տիպի շիրափլաֆ է, իմ կիսներ մաջալին իրան պետք է 500 տարի բանան։